Եթե դուք որևէ բան կազմակերպելուց հաճույք եք ստանում, ապա դա կարող է հիմք դառնա նոր մեծ բիզնեսի։ Ողջույն բոլորին, ես Գրիգորն եմ եւ մենք այսօր մեր պրակտիկ թողարկման հաջորդ հոլովակն ենք նկարում եւ այսօր խոսելու ենք գործարարի որակներից կազմակերպելու որակը։ Կազմակերպել ասելով ես նկատի ունեմ այն, երբ մարդը բացի իր կյանքից, իր առօրյայից նաեւ կարա կազմակերպի այլ մարդկանց կյանքի առօրյայի ինչ որ հատված։ Օրինակ պատկերացրեք, դուք սովորում եք ինստիտուտում կամ դպրոցում եւ ձեր նախաձեռնությամբ կազմակերպվում է ինչ-որ միջոցառում, ինչ-որ հավաք, ինչ-որ քաղաքից դուրս ինչ-որ արշավ։ Եվ դա դուք եք նախաձեռնում եւ դուք եք կազմակերպում։ Սա շատ բարի եւ շատ լավ նշան է, որ ձեր մոտ կազմակերպելը բնականից ստացվում է եւ օրգանիկ ինքներդ այդ քայլը անում եք։ Մենք ունենք շատ դեպքեր, շատ խոշոր բիզնեսի սեփականատերեր, ովքեր հետագայում կյանքի ընթացքում այս հատկությունը վերածել են մեծ բիզնեսի։ Օրինակ նայեք մեր ոդկասթներից առաջինը Արմեն Ֆրանգուլյանի հետ, ոնց է Արմենը կազմակերպելու իր որակի հիմքի վրա ստեղծել property management-ի բավական մեծ ու լուրջ ընկերություն։ Հետևաբար, խոսելով գործարարի որակների մասին, կազմակերպման որակը կարելի է ասել անփոխարինելի որակ պետք է մենք ընդունենք։ Եթե դուք դա կարողանում եք կազմակերպել, հավաքել, ինչ որ մի պրոյեկտ ստանալ, ինչ որ մի բան ստանալ ձեր կազմակերպչական ջիղի շնորհիվ, դա շատ լավ հիմք է դրա շուրջ բիզնես անելու։ Եվ սա իհարկե կարելի է նկատել դեռ շատ փոքր տարիքից մարդու մոտ, դպրոցական տարիներից մինչև ավելի մեծ տարիք, երբ կազմակերպելը ինչ որ մեկի մոտ հանգիստ, օրգանիկ ստացվում է, իսկ մեկ այլ մարդու մոտ ինքը շատ դժվար է, նույնիսկ ինչ որ չաթ բացել եւ 10 հոգի չաթի մեջ ավելացնելու ինչ որ բան քննարկելը, ինչ որ մեկի համար տհաճա դժվար է, ներսից դիմադրություն կա ու ինքը դա չի ուզում անի։ Բայց ինչ որ մեկ այլ մարդու համար դա շատ թեթև, օրգանիկ, արագ, թեթև արեց, կազմակերպեց օրը ժամը տեղը պայմանավորվեց, եթե փող են հավաքում, փողերը հավաքեց, առևտուրն արեցին ու գնացին, օրինակ։ Այդ մարդիկ կարան հետո այդ որակի հիման վրա ստեղծել բիզնես եւ հետո էլ իհարկե այդ որակին եթե ավելանա վաճառելու որակը, ավելանա անորոշության մեջ գործելու որակը եւ ավելանան եւս մի քանի որակներ, ապա կարելի է շատ լավ մեծ բիզնես ստեղծել։ Իդեպ ես ուզում եմ նաեւ նշել, որ իմ նշած որակները ոչ բոլոր բիզնեսմենների մոտ են արկա բոլորով, ամբողջությամբ։ Իհարկե չի լինում նման բան։ Կան գործարարներ, ում մոտ իմ ասած որակներից օրինակ 10-12-ը կա, ինչ որ մեկը ում մոտ 7-ը կա, ինչ որ մեկը ում մոտ 5-ը կա, բայց բավական խորքային է այդ որակները եւ դա արդեն հիմք է դառնում բիզնեսի ստեղծման համար։ Բոլոր որակները նույն մարդու մոտ կամ ընդհանրապես չեն հանդիպում, կամ եթե հանդիպում են, ապա միլիոնից մեկի մոտ։ Բիզնես անելու համար բավական է 8-ից 10 որակ, որը հետագայում գործընկերների միջոցով, մենք անպայման խոսենք նաև պարտներությունից, գործընկերների միջոցով կարելի է դրացնել։ Օրինակ, դուք կարող գտնեք գործընկեր, ում մոտ ակտիվ են մնացած որակները, որը ձեր մոտ пассив է, եւ ձեզ ընդամենը մի հատ որակ է պետք, որ այդ ամեն ինչը կպնի։ Դա պարտներ լինելու որակն է, որի մասին ես առանձին կխոսեմ։ Այն մարդիկ, ովքեր կարողանում են պարտներ լինել, տեսականորեն մենակ այս մի որակով իրանք կարան իրանց կողքը այնպիսի գործընկերներ հավաքել, որոնք 100%-ով կլրացնեն իրանց, մի բան էլ ավել, կօգնեն գնալ առաջ եւ ինչ որ մի լավ պրոյեկտ անել։ Հաջորդ որակը դա կազմակերպելու որակն է եւ կազմակերպելու որակի զարգացնելու արդյունքում կարելի է շատ լավ ու շատ հաջողակ գործարար դառնալ եւ բիզնես ստեղծել։ Եվ մեկ գիրք եւ մեկ ֆիլմ եմ ցանկանում խորհուրդ տալ կազմակերպչական որակի հետ կապված։ Գիրքը Իցխակ Ադիզեսի Իդեալնի մենեջմենտ գիրքն է, որտեղ Իցխակ Ադիզեսը բավական լայն խոսում է հենց կազմակերպելուց։ Կարծում եմ շատ լավ ֆիլմ է նայել Founder ֆիլմը, McDonald's-ի պատմությունն է, թե ինչպես մեկ գործընկերը, ով ուներ մեծ կազմակերպչական որակ, կարողացավ ստեղծել, մասշտաբացնել աշխարհի ամենամեծ սննդի ցանցերից մեկը։ Դե, բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին, ուղարկեք այս հոլովակը ձեր ընկերներին, այն մարդկանց, ովքեր կարծում եք, որ կարող են այս հոլովակների արդյունքում ինչ-որ մի դրական փոփոխություն անել իրենց կյանքում։ Շնորհակալություն, մինչ հաջորդ հանդիպում։